Ողջույն հարգելիները, շնորհակալություն եմ հայտնում, որ միացաք մեզ Արարատ Աստվածաշունչի առաքելություն։ Այս կիրակի օրը մենք սերտելու ենք ուրեմն մեր շարունակությունը նամակ Հռոմեացիներին 10-րդ գլուխ 8-ից 14 համարներ։ Վերնագիրն է սերն միմյանց նկատմամբ գերագույն կանոնն է հավատի կյանքի համար։ Պողոս առաքյալը շարունակում է սահմանել ու հաստատել հավատի կանոնադրությունը, եւ այս համարներով նա հաստատում է գերագույն ձգտումը, որը սերն է։ Եկեք հիմա մի պահ մեր գլուխները խոնարհենք, աղոթենք ու անցնենք սերտողությանը։ Տեր Հիսուս, մենք շնորհակալ ենք այս հնարավորության համար, շնորհակալ ենք այս միջոցի համար, Տեր Աստված, տեխնոլոգիան օգտագործելով քո խոսքերը ուսումնասիրելու, սերտելու եւ կիրառենք մեր կյանքներում։ Դա է ամենակարևորը, որ միայն լսողներ չլինենք, այլ կատարողներ։ Ու աղոթում եմ մեր բոլոր ունկնդիրների եւ դիտողների համար, աղոթում եմ նրանց առատորեն օրհնես, մեզ էլ բոլորից աշակերտես քո խոսքերով։ Աղոթում եմ, որ Սուրբ Հոգին մեզ առաջնորդի այսօրվա սերտողության մեջ, եւ այս ամենը մենք աղոթում ենք Հիսուսի անունով։ Ամեն։ Եկեք սկսենք ուրեմն 8-ից 10 համարները կարդանք ու մեր մեկնաբանությունը շարունակենք։ Գրած է. ոչ ոքի ոչինչ պարտական չմնաք, բացի միմյանց սիրելուց, որովհետև ընկերոջ սիրողն օրենքը կատարել է։ Քանի որ մի շնացիր, մի սպանիր, մի գողացիր, սուտ մի վկայիր, մի ցանկացիր եւ ուրիշ ինչ պատվիրաններ էլ որ կան, այս խոսքի մեջ են բովանդակվում։ Պետք է սիրես քո ընկերոջը, ինչպես ինքդ քեզ։ Սերն ընկերոջ նկատմամբ չարիք չի գործի, ուրեմն օրենքի լռումը սերն է։ Լավ, ստեղ ուրեմն Պողոս առաքյալը երկու կարևոր կետեր է մեզ սովորեցնում։ Առաջինը պարտքի մասին է խոսում։ Գիտենք, որ պարտքը այդքան էլ ցանկալի բան չի, անհրաժեշտ է շատ դեպքերում, որովհետև երբ որ մենք գումարը չենք ունենում, գոնե կարող ենք մենք ֆինանսավորենք մեր որոշ գնումները կամ կարևոր բիզնեսի աշխատանքները։ Այս պահին կարող եմ ասել, որ եթե օգտագործում ես պարտքը ռազմավարական եւ ինչ-որ հատուկ նպատակների համար, անհրաժեշտ է այդ նպատակները իրականացնել ու շատ արագորեն ազատվել պարտքից։ Իսկ նույնը Պողոս առաքյալն է մեզ սովորեցնում եւ քաջալերում է մեզ այն, բայց ինչ վերաբերվում է սիրո նկատմամբ, ասում է ընդմիշտ եղեք իրար պարտք, այսինքն անընդհատ իրար սիրեք եւ մի հրաժարվեք սիրելուց իրար։ Եվ օրենքի հետ կապված էլ գիտենք, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը սովորեցնում է մեզ ավետարանի մեջ, այսպես է ամփոփում, բովանդակում, այսինքն օրենքը. սիրիր Աստծուդ ու սիրիր մերձավորին։ Եթե մենք կարողանանք այսքանը անենք, ուրեմն կկատարենք օրենքը ամբողջությամբ։ Բայց այստեղ մենք գիտենք, որ Պողոս առաքյալի նպատակը այն է, ոչ թե օրենքը քաջալերելու, քանի որ մենք հասկացանք, որ Հռոմեացիների նամակի մեջ մեզ չի ասում, որ մենք պետք է օրենքին մնանք կամ օրենքը հետևենք, այլ մենք փրկված ենք շնորհով եւ ապրում ենք շնորհի այս ժամանակաշրջանում, եկեղեցու ժամանակաշրջանում։ Եվ օրենքը մեր վրա իշխանություն չունի, որովհետեւ մենք ազատվել ենք դրա կապանքներից։ Այլ այսօր մենք ազատություն ունենք Հիսուս Քրիստոսով, բայց ինքը ուզում է ուղղակի ավելի կարճ կերպով, ավելի հստակ կերպով բացատրել, որ եթե սա անեք, ուրեմն դուք կատարում եք պատվիրանների հաջորդ 5 հատը։ Առաջի 5-ը Աստծո վերաբերյալ է, երկրորդ 5-ը մարդկային հարաբերության վերաբերյալ է գրած։ Հիմա այսքանը հասկանալով մենք պետք է մտածենք, թե ավելի կոնկրետ ընկեր հասկացողությունը եւ հավատքի մեջ դա ինչ է նշանակում։ Եթե մենք ապրում ենք մեր կյանքը Հիսուսին նվիրված, ուրեմն գիտենք, որ մենք որպես ապաշխարած, որպես վերստին ծնված հավատացյալներ, մենք եկեղեցու մեջ ենք եւ եկեղեցու մարմնին ենք պատկանում մեր Հիսուս Քրիստոսի։ Հետևաբար մեր ընկերները, մեր հավատացյալ քույրերն ու եղբայրները մեր համար նրանք կարևոր են եւ ծառայում ենք նրանց։ Եվ այս պահին ընկերոջ հետ այդ հասկացողության նկատմամբ, եթե մենք ապրում ենք անձնուրաց կերպով եւ մեր կարիքները դնում ենք մի կողմ եւ մտածում ենք ուրիշների մասին եւ ուրիշների օգնելու եւ հասնելու եւ նրանց կարիքները
հասնելու դեպքում Աստված արդեն մեզ դա է քաջալերում, որովհետև մեզանից բացի մենք ուրիշի մասին ենք նույնիսկ մտածում։ Եվ սա ինչ է նշանակում, որ մենք եսակենտրոն չենք, այլ մենք աստվածակենտրոն ենք, քրիստոսակենտրոն ենք, եւ ինչպես Քրիստոսը իր կյանքը նվիրեց անձնուրաց այս հրաշալի զոհաբերության հետ կապված, որ կատարվեց Գողգոթայի վրա, խաչի վրա, մենք հասկանում ենք, որ այդ նույն մոտեցումը, այդ նույն աստիճանը սիրո նաև պետք է որ մեր մեջ լինի։ Սա է կարևոր կետը, ինչ շեշտում է Պողոս առաքյալը։ Անցնենք հիմա 11-ից 14 համարները։ Գրած է ժամանակի հետ կապված, սա էլ իմացեք, արդեն քնից զարթնելու ժամն է, որովհետև այժմ փրկությունը մեզ ավելի մոտ է, քան այն ժամանակ, երբ հավատացինք։ Գիշերն անցել է ու ցերեկը մոտեցել, ուրեմն խավարի գործերը դեն գցեք եւ լույսի զենքերը հագնենք։ Ինչպես ցերեկը պարկեշտությամբ շրջեք, ոչ թե անառակություններով ու հարբեցողությամբ, անկողնային խառնակությամբ ու պղծություններով, ոչ հակառակությամբ, ոչ էլ նախանձով։ Զգեստավորվեք Տեր Հիսուս Քրիստոսով ու մարմնի մասին մի հոգացեք ցանկությունը բավարարելու համար։ Լավ, կոչը այստեղ հասկացողությունն է, որ Հիսուսն է միակ միջոցը փրկության եւ ժամանակը ապաշխարության հիմա է։ Պողոս առաքյալը ասում է, որ հրաժարվեք բոլոր պղծություններից ու դեն գցեք ձեր մութ գործերը ու դրա փոխարեն առնելով Հիսուսին, որպես մեր Տեր ու Փրկիչ, հավիտենականությունը կանցկացնենք մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի հետ։ Բայց ինչու այսպես կտրուկ փոփոխություն, որովհետև ամբողջությամբ Պողոս առաքյալը մեզ սովորեցնում է սիրո մասին, հետո անցնում է իր ամենակարևոր խրատի մասին։ Եվ ընդհանրապես այս բանաձևը հասկանալով կարող ենք մենք ասել, որ եկեղեցիների մեջ անհրաժեշտ է, որ երբ որ պատգամ է տրվում, պատգամի վերջում կոչ անել ապաշխարության, որ մարդիկ, ովքեր որ դեռ չեն ապաշխարել, փրկվել, կարող են ապաշխարել եւ Տիրոջ ընտանիքին միանալ։ Բայց այստեղ որպես հավատացյալ նաև ասեմ ձեզ, որտեղ խոսքը ամբողջ նամակը գրված է եկեղեցու համար Հռոմի, կարող ենք նաև ասել, որ նա եւս մեկ անգամ քաջալերում է մեզ, ովքեր որ դեռ ամբողջությամբ չեն տրվել Աստծուն, եւ եթե իրենց կյանքում գոյություն ունի կետեր, գոյություն ունի մեղքի կետեր կամ մեղավոր մարդու դեռ են մնացորդը, նա ասում է ձեր մեջից հանեք։ Սա էլ կարող ենք մենք հասկանալ, եւ եթե ասում է ժամանակը հիմա է, ուրեմն հավատացյալի համար պետք չի նա մի ոտ կլինի աշխարհում, մի ոտ կլինի հավատքի եւ հոգեվոր կյանքի մեջ։ Նրա համար անհրաժեշտ է, որ ամբողջությամբ Տիրոջը տրվի եւ մեղքի հետ ընդհանրապես ինքը տեղ չունենա եւ տեղ չտա մեղքի իր կյանքում ինչ որ հաստատվի կամ ամբողջությամբ դեռ մեղքը իր մեջից հանված չլինի, այսպես ասած։ Եվ ինչն է վերջի կետը, վերջի կետն էլ ասում է զգեստավորվեք Տեր Հիսուս Քրիստոսով ու մարմնի մասին մի հոգացեք ցանկությունը բավարարելու համար։ Զգեստավորվենք Հիսուս Քրիստոսով, բարեկամները, սա է նշանակում, որ մենք երբ որ ընդունում ենք Հիսուս Քրիստոսին, մենք դառնում ենք նոր մարդը, մեր վրա վերցնում ենք մենք նոր մարդը Հիսուս Քրիստոսին եւ զգեստավորվելով, այսինքն մենք վերցնում ենք Հիսուսին ամբողջությամբ եւ մեր ամբողջ կարիքներն է դա բավարարում։ Աստծուն հավատալով եւ հիմնվելով Տիրոջ վրա մեր բոլոր կարիքները մենք գիտենք Տերը մեզ արդեն բացատրել է, որ կհոգա մեր համար։ Չմտածենք մենք վաղը ինչ կուտենք կամ ինչ կհագնենք, ինչպես որ ավետարանների մեջ է գրված, այլ ասում է ձեր երկնավոր Հայրը գիտի ձեր համար ինչ է պետք եւ ձեզ կտա։ Եթե ասում է թրջունների եւ ասենք դաշտի շուշանների համար անա հոգում եւ այսքան խնամք է տալի, ուրեմն ինչքան ավելի կարեւոր ենք մենք իր համար, երբ որ մենք իր պատկերով ենք ստեղծագործված։ Հետևաբար, հարգելիներս, երբ որ մենք
ընդունում ենք Հիսուսին որպես Տեր եւ Փրկիչ, մենք վերցնում ենք Հիսուսին ամբողջությամբ։ Մեղքը մեր մեջից ամբողջությամբ մենք վռնդում ենք եւ ամբողջությամբ հագնելով Հիսուսին զգեստավորվում ենք Հիսուս Քրիստոսով, նշանակում է, որ մենք ընդունում ենք նրան եւ մենք բավարարվում ենք միմիայն Հիսուսով։ Ուրեմն ինչ կարող ենք մենք այս ամբողջությունը, այսինքն բոլոր համարներից մենք հասկանանք ավելի հակիրճ կերպով։ Ուրեմն եկեք ժամանակ չկորցնենք Տիրոջը ընդունելու համար ու վերստին ծնվելու համար։ Փրկությունը միմիայն Հիսուսով է եւ մեր պարտականությունն է, որ մենք ունենանք սեր եւ ագապե սերը, ինչպես որ հուներենով է օգտագործվում այդ բառը աննախապայման եւ գերագույն սերն է դա մեզ սովորեցնում ու քանի որ այդ սերն է, որ Տերը մեզ քաջալերում է ունենալ, մենք ապրենք եկեղեցու կյանքի մեջ իրար նկատմամբ սիրով եւ Տիրոջ կամքը կատարելու նպատակով եւ իհարկե եւ նաեւ կարելի է ասել, որ ոչ միայն ասենք եկեղեցու մարմնի նկատմամբ մենք պետք է սեր ունենանք, այլ ամբողջ աշխարհի նկատմամբ։ Եթե մենք չունենանք սեր անհավատի նկատմամբ, ինչպես կկարողանանք քարոզել Աստծո խոսքը, կիսվել Աստծո խոսքը եւ նրանց քաջալերենք ապաշխարության գան, չէ՞ որ կարող ենք մենք ընդհանրապես չմտածել այդ մարդկանց մասին, չմտածենք, որ նրանք դժոխքում վարվելու են հավիտենական ու դրթված չլինենք, մենք գոնե խոսքը փրկության մատուցենք, որ այդ մարդիկ էլ մահից դեպի կյանք վերադառնան։ Սա է կարևոր եւ ինչու ենք ասում կյանք վերադառնալ, որովհետեւ մենք մի ժամանակ, երբ որ դեռ մեղք չենք գործել Էդեմի պարտեզում, մենք ունեինք կատարյալ հարաբերություն մեր Տիրոջ հետ եւ խախտվեց դա ամենը, երբ մենք կատարեցինք մեղքը, այսինքն Ադամն ու Եվան, ու դրանից հետո մեղքը անեծքի պես եւ անեծք որպես աշխարհում մտավ ժառանգաբար, այս մեղքը մեզ մեր Տիրոջից անջատեց, հեռացրեց։ Հիմա որ ունենք մենք Հիսուս Քրիստոսին, մենք կարող ենք ընդունել Հիսուսին եւ միանանք մեր Տիրոջ ընտանիքին։ Աղոթում եմ, որ այս պատգամը ձեր համար օրհնանք էր, շարունակեք Աստծո խոսքը ուսումնասիրել, սովորել ամեն օր եւ ժամանակ տրամադրեք Աստծո հետ։ Աղոթում ենք Տերը ձեզ առատորեն օրհնի։ Ամեն։